Այս պայթրությամբ մենք բլոկադայի մեջ ենք գտնվում։ Իսրայելի օդանավակայանները փակ են, ոչ մի ինքնաթիռ գետնի վրա չկա։ Հիմնական թիրախները ռազմական օբյեկտներն են, որոնք չեն կարողանում խոցել, եւ քանի որ ռազմական այդ օբյեկտները անմիջապես ենթադրենք Տել Ավիվի պաշտպանության նախարարությունը գտնվում է հենց Թել Ավիվի կենտրոնում, փորձում են խոցել մի քանի 100 մետր, որ շեղվի այդ հրթիռը, անմիջապես խոցում է խաղաղ բնակելի շենք ու մարդկանց են սպանում, պաշտպանության նախարարությունը մնում է անվնաս ու մինչև այսօր էլ անվնաս որևէ մաս չի պակասել այդ պաշտպանության նախարարության վրայից։ Ինչ վերաբերում է մարդկանց ուրեմն տեղափոխելուն, այս պայթրությամբ մենք բլոկադայի մեջ ենք գտնվում։ Իսրայելի օդանավակայանները փակ են, ոչ մի ինքնաթիռ գետնի վրա չկա։ Հետաքրքիրն այն է, որ նախքան ռազմական օպերացիան սկսելը Իսրայելը արդեն իր բոլոր ինքնաթիռները 4 ավիակոմպանիաներ կան, ավիաընկերություններ կան Իսրայելում, նրանք իրենց ինքնաթիռները տեղափոխել են Կիպրոս, Հունաստան, Ամերիկա, եվրոպական երկրներ, այսինքն հարյուրավոր ինքնաթիռներ հանեցին երկրից եւ այսօրվա դրությամբ մինչեւ ամսու 19-ը ներառյալ եւ խոսում են նույնիսկ մինչեւ այս ամսվա վերջ որևէ չվեր չկա, ինքնաթիռ չկա օդանավակայանում, ոնց կարող ենք մենք այստեղից տարհանվենք։